Տաղավարում հյուրընկալել ենք Հարություն Մնացականյանին, նա գործարար է, գյուղատնտես, պարոն Մնացականյան, բարի գալուստ եւ առաջարկում եմ մի կողմ դնենք այս պահի համար Հայաստանի ընտրական զարգացումները, հետընտրական եւ անցնենք այն ճգնաժամի քննարկմանը, որի առաջ կհամաձայնեք նաև առաջին հարցը համանաբար սա է, որի առաջ կանգնելու է Հայաստանի ամեն քաղաքացի, խոսքս Փաշինյան Մոսկվա սկանդալի մասին է։ Ինչ հետևանքի առաջ կարող է կանգնել Հայաստանի սովորական ամենապարզ քաղաքացին գործարարից սկսած, թեև նշեցի ամենապարզ, բայց կխնդրեմ նաև սա նշեք, հաշվի առնելով նաև ձեր մասնագիտական գործունեության բնույթը եւ սովորական քաղաքացին ընդհանրապես։ Ինչ է փոխում այս ճգնաժամը ձեր կյանքում եւ ինչ կփոխի Հայաստանի քաղաքացու կյանքում։ Ուրեմն հաշվի առնելով, որ գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում ներառված են առնվազն 300,000 քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության բնակիչներ, ու այս Ռուսաստանի սահմանափակումը մեր գյուղմթերքների արտահանման մեջ շատ մեծ, շատ բացասական ազդեցություն է ունենալու։ Հետաքրքիրն է նա Նիկոլ Փաշինյանը 8 տարի խոսում է Եվրոպայի մասին, անդադ խոսում բարձրաձայն եւ ինտեգրվելու եւ այլն ուղղությունը, բայց ամբողջությամբ Հայաստանի արտահանման կախվածությունը գցեց Ռուսաստանից։ Եվ այսօրով մենք գյուղմթերքների արտահանման մեջ մինչև 80%, 80%-ից ավել Ռուսաստանի դաշնություն է տեղում։ Այդ հարցը կառավարության երևի դիմեք ավելի ճիշտ կլինի, ես չեմ կարող պատասխանել։ Շատ լավ, հիմա Եվրամիության դուրն են ցույց տալիս, ինչու չեք ընդունում այս առաջարկը, ինչու կա բողոք նաև այս առաջարկի վերաբերյալ։ Որ առումով։ Եվրամիություն դեպի Եվրոպա արտահանելու վերաբերյալ գիտենք տարբեր համար ես այսօր քանի որ մեր կառավարությունը մի շատ ծիծաղելի ուղեցույց էր հրապարակել Եվրամիությունը արտահանելու համար, ինչը ես նմանացրել եմ Այբենարանի, ոնց որ մագիստրատուրայի ավարտական քննության նախապատրաստողին նյութերը չտան պարապելու, բերեն տան Այբենարան, ասեն այս Այբենարանից օգտվի եւ պետական քննություն հանձնի ավարտական ու դիպլոմ ստացի։ Չգիտեմ, sense абսուրդ արտահայտություններ են անում։ Ես էլ ուղեցույց հրապարակեցի այս 8 տարի Եվրամիության շուկա մտնելու համար ինչ էր անհրաժեշտ անել այս 8 տարիների ընթացքում եւ հետագայում։ Լաբորատորիաների վերազինումից ակրեդիտացիայից սկսած մինչև ապրանքների սորտերի ընտրություն, եվրոպական շուկայի ուսումնասիրություն, օրգանիկ գյուղատնտեսության աջակցում, պրոպագանդում եւ նորմալ առաջմղում շուկայում պլյուս բազմաթիվ այլ գործոններ։ Եվ ամենակարևորը մթերման կայանների ստեղծում, որը առ այսօր դեռ չունենք Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ եվրոպական շուկա մտնելու համար դու պիտի կարողանաս, եթե որևէ առևտրային ցանց հետ փորձես աշխատել, քեզ անհրաժեշտ է շատ մեծ ծավալներ, որպեսզի կարողանաս բավարարել, պայմանագիր կնքել եւ ունենալ ապրանքի հետագծելիություն։ Չհաշված այն բարձի թողի վիճակը, որ Հայաստանում կա գյուղատնտեսության ոլորտում 2 տարի առաջ մեր ընկերները փորձ արեցին, որ շուկայից պայմանականորեն գնեցին տարբեր տեսակի գյուղատնտեսական մթերքներ, տվեցին պետական լաբորատորիա, մասնավորել չէ, որ կարողանային նրանք մերժել եւ բոլորի մեջ հայտնաբերեցին թույլատրել նորմը գերազանցող տարբեր ծանր մետաղներ, պեստիցիդներ, նիտրատներ եւ հազար ու մի այլ նյութեր, որոնք չէր կարելի օգտագործել։ Եվ այս գյուղատնտեսական արտադրատեսակով դու չես կարող մտնել Եվրամիության շուկա։ Իսկ Ռուսաստանը աշկ էր փակում։ Հիմա աշկ չի փակում, զուտ է սա խնդիրը։ Ասացին այդ թույնը արդեն մենք ենք օգտագործել։ Բա որ Հայաստանում քաղցկեղով հիվանդացության մակարդակում ենք աշխարհի առաջատարներից ենք, այդ մեկը նաև դրա պատճառներից մեկը նաև մեր սննդի որակն է, որ մեր երկրում սննդի ոլորտը բացարձակ չի վերահսկվում եւ ցանկացած ֆերմեր չհասկանալով ոչ թե նրանք միտումնավոր են անում, այլ չեն հասկանում պեստիցիդի ինչ նորմավորված ձևով ենթադրենք փչեն իրանց այգիներում եւ նորմայից ավել է լինում եւ դա ազդում է մարդու առողջության վրա։ Դա պատճառներից, բազմաթիվ պատճառներից մեկը, կարևորագույններից մեկը հենց սա է։ Իսկ ինչ որ լայֆ հակ կա, որ ապրանքի վրա նայես, բացարձակ հասկանաս, որ գյուղատնտեսական մթերքների վրա բացարձակ դու չես կարող արտաքինից լոլիկը որ կտրում եմ, լոլիկներ են հանդիպում, որ սպիտակ, այդ մեջի սպիտակը ասում որ այդ ճճուն խփի չանցնի։ Չէ, դա միֆ է։ Իրականում տեսեք, ջերմատնային տնտեսությունը
տնտեսությունները, որ ինչքան լոլիկը շուտ հասնի, այնքան իրանք վառելի քիչ կծախսեն, ինքնարժեքը քիչ կլինի, իրանք երբեմն կիսախակ լոլիկ արհեստական էթիլեն գազով փորձում են հասունացնել։ Եվ լոլիկը, որ բնական ճանապարհով չի հասունանում, մեջը տենց սպիտակ գծեր են մնում, սու դա է պատճառը։ Հիմա եթե գազը թանկանա, Եթե գազը թանկանա, մեր ամբողջ ջերմատնային տնտեսությունները կատաստրոֆիկ վատ վիճակի առաջ կհայտնվեն։ Կարելի ասել ամբողջությամբ կձախողեն, որովհետև տեսեք մեր հարևան երկրները եւ Իրանը եւ Ադրբեջանը ունեն աշխարհի ամենաէժան գազը եւ նրանց հետ մրցունակ լինել ուղղակի անհնար է, իսկ Թուրքիան ունի այնպիսի տարածաշրջան, որտեղ ջերմատնային տնտեսությունները ընդամենը 2 ամիս են տաքացնում, այսինքն մեր 6 ամսվա դիմաց 2 ամիս, մենք բացարձակ չենք ունենալու մրցունակ ջերմատնային արտադրանք, ու դա բերելու է իր հերթին բազմաթիվ խնդիրների։ Հիմա տեսեք, Գևորգ Պապոյանը ասաց, որ ընտրություններից առաջ ասաց 2-3 օրից ընտրությունից հետո կգնամ հարցերը կլուծեմ, ամեն ինչ նորմալ, այդ հարց լուծելը ոնց է ստացվել, ուզում եմ։ Ես այնքան ուրախ կլինեմ, թող գնա հարցը լուծի եւ ինչ ասեմ։ Չէ, որտեղ տեսեք, Ռուսաստանը ինչպես մեծ պետություն, հա, յուրաքանչյուր մեծ պետություն միջև խոդի անկնում, հա, երկար ժամանակ է անցնում, նույն ձևեր կանգնացնել։ Այսինքն այս process-ը կարող է մի օրվա մեջ դադարի եւ իրենք սկսեն էլի հերթական այդ ապրանքները առնել, թե ամեն դեպքում այս սեզոնը կորած է, էլի, եւ ես վերեք լավատես լինեմ, հնարավորինս փորձեմ լավատես լինել, բայց ինքս ինձ խաբել, որովհետեւ ես իմ աչքի առաջ տեսնում եմ ոնց են այդ ծաղիկ աճեցնողները իրենց ծաղիկը թափում, ոնց են ջերմատնային տնտեսությունները լուրջ խնդիրների առջև կանգնում, ու այսօր անընդհատ ցուցանիշներ են հրապարակում կառավարությունը, որը նորմալ մարդը, նորմալ տնտեսագետը, նորմալ պետական գործիչ ուղակի կամաչեր, էլի 400 տոննա, 160 տոննա ծիրան են արտանել 400 տոննա, այս ծիրանի ընդհանուր արտանման ծավալները տեսեք։ Ես զարմացել եմ, ասում եմ 15000 ծաղիկ են ուղղակի Ուկրաինա, Լատվիա, բառից 96 միլիոն 200,000 ծաղիկ Ռուսաստանա գնում, 19500 ծաղիկ ընդհանրեն գնացել է Ուկրաինա, 5500 ծաղիկ գնացել է Մերձբալթյան երկրներ, ու ես իմ համար ամենացավալին այն է, որ այդ միզերնի, այսպես ասած, ծաղելի ցուցանիշները ասենց արձագանքում են որպես մեծ ձեռքբերում, իմ ընկեր Դավիթը Ծնեբեկը արտահանել, հա ես իր Սիվիլնետով հարցազրույցը նայել եմ, ինքը բավական հետաքրքիր բան է։ Շատ հետաքրքիր Դավիթ խոսում է, իմ ընկերն է մի տոննայուկես ընդամենը Ծնեբեկը արտահանել Սինգապուրի շուկա, ամբողջ համացանցով իշխանական ԶԼՄ-ները թնդում են, մենք գրավեցինք, արա դուք չեք գրավել Սինգապուրի։ Դա էպիզոդ կար, որ ասում է, այս պետությունը ձեզ օգնում է, ամենը ասում է ոչ, էլի, այսինքն մարդ իր բանը։ Դավիթը շատ հետաքրքիր արտահայտություն արեց, մեկ էլ այդ մեր այդ պաթետիկ ճոռոմաբանության մեջ, այն որ ընդհանրենք մի անցած տարի մի բեռնատար, ընդամենը մի բեռնատար բանը ծիրան մտավ Եվրոպա, որտեղ բացառապես հայկական խանութներում իրացրեցին 10-15 եվրո գնով, ու մեկ էլ սկսեցին արձագանքել, մենք գրավում ենք եվրոպական շուկան։ Մի հատ Ուզբեկստանի արտանումներ էլի նայեք, ուրիշ բան չեմ ասում, ասես որ նայում եք Ուզբեկստան տարեկան այնքան ծիրան է արտահանում, ինչքան Հայաստանի ամբողջ պտուղ բանջարեղենը։ Կարելի ասել, որ նույն արծրունիզմը նաև այս բնակավարում պետական ապարատը հենց այդ ախտով է տա։ Որտեղ հիշում եք պատերազմի ժամանակ մենք կորցնում ենք 4-5 գյուղ, Արցունը խփած ադրբեջանական տանկեր ցույց տալիս, ասում են, այն նույն մեթոդով շարժում են, ու երբ որ իրանք միջազգային առևտուրը, մեծածավալ արտահանումը չեն պատկերացնում ինչա, ու այսպես մանր, եթե պատկերացնեին, ընդհանրենք վագոնով ցորենը, որ գալիս էր Ադրբեջանով Հայաստան, նախարարի մակարդակով կախվում են վագոնից $200,000 ցորեն ընդամենը։ Մի հատ մեքենայի գին, լավ մեքենայի գին, ընդամենը կախվում են, խաղաղություն բերեցինք, այս արեցինք, այն արեցինք։ Լատվիա ծաղիկ ուղարկեցին, արգուս նախարարի տեղակալը այդ 5000 վարդի կողքը կանգնած տիրություններ անում։ 5000 վարդը, ախր ծիծաղել է, այդ 5000 վարդը $5,000, բայց հələ տեսեք, Ամերիկան Իրանի հետ այս պայմանագիրը որ կնքում է 300 քանի միլիարդ դոլար ներդրումային ծրագիր է, չէ՞։ Հա, չէ, ես ծավալները պատկերացրեցիք, չէ՞։ Ուրիշ հարց եմ, Հայաստանի բնակչությունը ի վիճակի է այդ արտահանվող ծավալը յուրացնի։ Ոնց կարող է։ Անունը։ Այսինքն ուտենք ծաղիկը ոնց ուտենք։ Լավ, մի բան ասեմ, էլի անցած տարի 24-25 թվականին այդ մասին ես բարձրաձայնել եմ ինտերվյու եմ տվել։ Չէ, ես ասում եմ, չէ, Արայք Հարությունյանը ասում է ծաղիկներ արեք, ձեր կանանց բաժանեք եւ այլն, էլի։ 120 միլիոն ծաղիկը, 100 միլիոն ծաղիկը։ Այդ ոնց են բաժանելու։
Մարդը Ու որոնք պիտի բոլորի վրա հարկ դնել, 3 միլիոն բնակիչ ունենք, 100 միլիոնը, ամեն մեկը պարտադիր 30 կամ 65 միլիոն շիշ ջերմուկ պետք է խմենք։ Հա, պլյուս 108 միլիոն շիշ օղի։ Բան, սպիրտային խմիչքներ կրեք, 108 միլիոն շիշ էլ սպիրտային խմիչքներ ա գնում։ Այդ ոնց է հնարավոր է ծավալները։ Հիմա այս եվրոպացիները, որ այսօր կարծացի 34.5 միլիոն եվրո են տալիս մեղմացնելու, դա մեղմացնելու, այսինքն դա ինչ է տալու գյուղացուն։ Հենց այս թեմայով էլ ասեմ, տեսեք, միլիարդ 200, որովհետև սպառման շուկա են փորձնում։ Միլիարդ 200 միլիոն դոլարի արտահանումը տեղի ունեցել 25 թվական, թե 400 միլիոն, արդեն չեմ հիշում, միլիարդ 200 կամ 400 միլիոնի գյուղմթերք, Եվրոպան տվել է 35 միլիոն, թոմի 20 էլ տա, 55 միլիոն։ 55 միլիոնը միլիարդ 200 կամ միլիարդ 400 միլիոնի մեջ իսկի 5% չի։ Պատկերացրեցիք տարբերություն։ Պետությունն էլ ասում է 4 միլիարդ, հայ թվի մեջ էլ են մանիպուլյացիան, ասում է 4 միլիարդ դրամի աջակցություն, 4 միլիարդ դրամը 10 միլիոն դոլարը, 1 միլիարդ 400 միլիոնի մեջ իսկի 1% էլ չի կազմում։ Ո՞մն է շիթ տանում։ Չխոսում էլի խնդրում եմ։ Այսինքն գյուղացի տենում է։ Չէ, գյուղացի տենում է, պետությունը ինչ որ հեքիաթ է կարդում իր համար։ Մենք տենում ենք, ով է խափված մնում էլի։ Արդյունքում ֆերմերներն են խափված մնում ու պրիտոմ դրան պատճառով։ Իսկ ֆերմերները հասկանում են, ով է իրանց խնդիրները։ Ես անկեղծ ասեմ, ես մեր հայկական մենտալիտետը, ես մի անգամ այդ մաքսային ու այդ վառ իրականությունը տեսա եւ դրա հիմա պրոյեկտում եմ արդեն թեթև եմ տանում, ուրեմն այն մարդը, ով ասես վերացական սահմանը անցնում եմ, պիտի անձնագրային կետ հասնեմ, ահագին երկար հերթեր, միջև էս մաքսայինի անցագրայինի պասպորտ կոնտրոլ, այսպես ասած, կետ հասնելը, ամենավերջի հայոյանքը տալիս էին մաքսայինի աշխատողին, հենց հասնում էին մաքսայինի աշխատողին ժպտում էին, բաներ էին շռայլում, խոսքեր էին շռայլում, մի հատ տատիս sense գաթա էր բերե տղա ջան, հոգնած կլինես, կեր այդքան աշխատել ես, բան ու գնում էին։ Հիմա նույնը իշխանությանը հայոյում են հետևից։ Երբ որ գալիս է հարցը գործում քայլերի, միանգամից հետ են կանգնում։ Դե շարից փորձանքից է, բայց իրենք չգիտեն, որ իրանք շարից փորձանքի մեջ են։ Իրանք չեն պատկեր, ուղղակի իրանք չեն ուզում վատամարդ լինել, հատկապես մեր հայ գործարարները, ես մի 2 տարի առաջ էլ կհիշեք պեստիցիդների այդ ներկրումն էին, չէ, հասել էին մեր մաքսակետեր ու պայծներից ռաստամոշկա չէին մաքսազերծում, մնացել էին փաստի առաջ, ինձ խնդրեցին, խառնվեցի, օգնեցի, հիմա լրատվականներով պիտի խոսամ, ոչ ոք չէր խոսում։ Ոչ մեկ ասում են դու գործ չունենք, էլ ասում բայց խեք ասե որ ես ձեզ օգնեմ։ Վերջը հարցը լուծվեց, բայց առանց իրանց։ Հիմա մեր գործարարները, մեր ֆերմերները ունեն այս խնդիրը, որ ասում խիչ եք բարձրաձայնում, ասում են կարող է մի քիչ մեզ սուբսիդիա տան, որ խոսանք, այդ էլ չեն տա։ Ես մի բան էլ հարցնեմ, եք մի հատ փուլ արփուլ հասկանանք, ուրեմն գյուղացին արտադրում է ինչ որ մթերք, հա, պատուղ բանջարեղեն։ Գալիս է, ուզում հասկանում ինչքան մարդը տուժում է սխեմայից, էլի գալիս է մարդ, որը գնում է, դա կոպիտ ասած սպայք է։ Իմ օրինակը բերենք, լավ, իմ օրինակը։ Այդ մարդը ինքը տանում է Ռուսաստան, ինքը պետք է ապահովի Ռուսաստանում վաճառքի տեղ, թե ինչ որ այլ կազմակերպություն կա։ Սպայկայի օրինակը լավ բերեցիք։ Եվ այնտեղ հայեր են, որոնք հիմնականում իմ հասկանալով մեր մթերքը հիմնականում հայերն են առնում ու ռուս ժողովուրդը։ Հայաստանում կա այս խնդիրը։ Այդ տուժողները ամենաշատ մեր արտահանման մասին խոսամ ու միջազգային արտահանման, զարգացած երկրները ոնց են անում, մենք ոնց ենք անում։ Մեր արտահանման մեծամասնությունը գնում է մտնում է food city շուկա։ Բեռնատարը բացում են, կանգնում են, տենց կիսա մեծածախ, տենց բաժանում են, վերավաճառողներն են տալիս ադրբեջանցիներին եւ այլն եւ այլն։ Ամբողջ աշխարհը, նաեւ այդ թվում սպայկան։ Ես սպայկայի նման 1, 2, 3 կազմակերպություն։ Իրանք անուն է, էլի։ Հա, անուն։ Իրանք տալիս են մեծածախ խանութներին, խոշոր սուպերմարկետների ցանցին։ Սուպերմարկետների ցանցին, որ դու դառնաս իր մատակարարը, ինքը մի հատ ուսումնասիրում է դու ընդհանրապես ինչ գործունեություն ես ծավալել, պայստային տնտեսություններ ունես, չունես, ինչքան արտահանում ունես, չունես, որովհետև միջազգային սուպերմարկետների ցանցին, նաև ռուսական սուպերմարկետների ցանցին, եթե իրանք պատվերը տվեցին, դու չհասրեցին, քեզ այնքան տուգանքներ կուղարկեն, որ դու ուղղակի բանկրոտի կգնաս։
Այս ամեն ինչը ուսումնասիրելուց հետո դա երկարատև process է, պայմանագիր են ուղարկում, դու պայմանագիրը ստորագրում ես, հստակ ժամկետները ու սկսում է գնային արդեն ամեն անգամ գնի պայմանավորվածությունը, պայմանավորվում ես, պատվեր տալիս են ու դու հասցնում ես։ Այսինքն Հայաստանում չկա նման ֆիրմաներ, որ Եվրոպայում ստաբիլ մատակարարումներ անել։ Եվրոպայում էլ չկա FTSE, որ FTSE նման գնաս, դու կանգնես այդ ապրանքդ վաճառես։ Կա, հիմա տեսեք, հիմա այս տենդենսն է, ես հստակ ինֆորմացիա ունեմ, չեմ կարող ապացուցել, բայց դա ժամանակը կգա։ Հիմա որ ցույց տամ, որ իրանք էլի արտանում անում են, գունավոր պղպեղը Հայաստանում գնում են 12 միլիոնով, Ուկրաինա վաճառում են 10 միլիոնով, 2 միլիոն վնասով։ Թե հիմա ինչ պայմանավորվածությունների արդյունքում է։ Զուտ նրա համար, որ իրանք արձանագրեն, իրանք հաղթեցին, մտան եվրոպական շուկա։ Այդ պղպեղի մեջ էլ խնդրեմ կար, հա։ Այդ պղպեղի մեջ էլ ըստ օդում կախված լուրերի եւ իրանք հերքումների ինչ որ իբր հետ չի եկել, բայց գիտեք ինչ համար է, այդ եվրոպական եվրոները ում են փոխհատուցելու, գյուղացուն Պերիվոժչիկին, չգիտեմ։ Մենք էլ եթե այս տարի ընդհանրենք Աստված չտա իհարկե, բայց հայկական ծիրանը չգնաց Մոսկվա, այդ ցանցերը չմտավ, ես իմ սուպերմարկետներ չհասավ։ Իրանք ստիպված են լինելու ուրիշ տեղից բերեն, չէ՞, ընդհանրենք ցանկապահագետ։ Հաջորդ տարի մենք կարողանանք մտնել այդ շուկան։ Իրանք ստիպված չեն լինելու ուրիշ տեղից բերել, որտեղ Ուզբեկստանը իդեալական աշխատում է, արդեն Ուզբեկստանը բերում է, հասցնում է, մատակարարում է, ասած չէ, եթե հայկական միրգը չգնաց այս տարի։ Հենց այդ եմ ասում, ինքը ստացել է նաև շալախ ծիրանը, ինքը որ սկսեց շալախ ծիրանը 90 ռուբլով մատակարարել, մենք հաջորդ տարի առաջին այդ սուպերմարկետների ցանցի համար մենք դառնում ենք ոչ վստահելի գործընկեր, իրանք կամ մեր այդ պայմանագիրը խզելու են, կամ մենք բավականին մեծ տուգանքներ ենք տալու իրաց ապրանքը չհասցնելու համար։ Սուպերմարկետների ցանցին հետաքրքիր չի պետությունը ինչ օրենք է ընդունել, կարողանում ես, չես կարողանում։ Դու եթե մատակարարես ուրիշ երկրից, պիտի առնես մատակարարես իր ապրանքի։ Իր այդ ընդհանուր ցիկլը, այդ արժեշղթան, ժամացույցի նման մեխանիզմ է։ Չի կարող մի դետալ կանգնել ու այդ մեխանիզմը գործել։ Իրենք իրենց ապահովագրելու համար դրա համար երբեք մի մատակարարի վրա չեն, բազմաթիվ։ Ընդհանրենք ընդունում են 10-11 մատակարար, որ մեկի մոտ ֆորս մաժոր լինի նրանց, եթե մենք դուրս եկանք, մեզ առնվազն մի քանի ամիս պետք է նորից վերագրանցելու, նոր պայմանագիր կնքելու եւ պլյուս դրան տուգանքներ, եթե տուգանքներ դնեն, այդ տուգանքները մուծելուց հետո աշխատել։ Իսկ այդ տեղերը մինչև մտնենք եվրոպական շուկա, քանի տարի կանցնի։ Ես այսքան է գյուղացի օդի մեջ կամ Եվրոպայի հաշվին սուբսիդիաների հաշվին սուբսիդիաները մի անգամ կտրվեն, միանվագ կտրվեն կամ 50 միլիոն սուբսիդիայի ստանալուց դու 1 միլիարդ 200 միլիոն ապրանք կորցնես, դա ոչ արդեն դու ամբողջությամբ բանկրոտ ես։ Ես այսօր 10 կետ էի նշել, միջև այդ 10 կետը պետությունը չկատարի, Եվրոպան մշտապես իրենից չի ստանալու։ Մաքսիմալ արագ ինչքան կարելի։ Ուրեմն հասկանում եմ գյուղացին ունի։ Առնվազն 2-3 տարի պետք է։ Մթերմանկայան պետք է սարքել, որ դու քանակ ունենաս ու նույն որակը։ Ապրանքի արտադրության հետագծելություն ամենակարևորը, որ դու եվրոպական միություն ես արտանում, դու պետք է ապրանքի այդ ֆերմերների արտադրանքի հետագծելությունն իմանաս, որ հասկանաս սա ինչ պեստիցիդ է տվել, ինչքան է տվել։ Եվրոպայում ԵՄ-ում այդ պեստիցիդը օգտագործում են թե չէ, նրանց ստանդարտների մեջ կա թե չէ, որ ընդհանրենք այս մեկը Ռուսաստանի ստանդարտով համապատասխանում է ԵՄ-ով չէ, գոնե այս ճուպրնես հանես ապրանքը ոչնչացնեն։ Այդ հետագծելությունը պարտադիր պիտի իմանաս, այդ իրանց ենթադրումը համակարգ եւ վերջապես սննդի անվտանգության պետական տեսչական մարմինը պիտի իր հետույքը գետնից կտրի, սկսի շարժվել, պետք է շարժվել, դա նաեւ ազգային անվտանգության խնդիր է, մենք այդ խնդիրը մեր բնակչության առողջության վրա տեսնում ենք արդեն։ Երբ որ էտի անեն, լաբորատոր վերազինումը անեն, այդ լաբորատորիաները ակրեդիտացնեն, պլյուս սորտերը ամենակարևորը, ես այն օրը չեմ հիշում, որ լրատվականում ասացի, եվրոպացու համար մեր ծիրանը անսովոր տեսք ունի, իսկ եվրոպացիք շատ ավելի կարծրատիպային են, քան մենք պատկերացնում ենք։ Եթե ֆիլմերը տեսել եք, նրանք միշտ նույն կաֆեն են գնում, միշտ ռեստորան են գնում, իրանց մոտ իրանց մենյուն էլ է միշտ նույնը, շատ դժվար է փոխվում։ Իրանք սովոր չեն դեղին երկար ծիրանի, իրանց աշկը սովոր է նարնջագույն ծիրանի։ Այսինքն մենք պետք է նաև ունենանք սելեկցիոն կայաններ, այդ սելեկցիոն կայաններով սելեկցիայի ենթադրենք մեր շալախը ստանանք, եթե Եվրամիություն ենք ուզում մտնել, նաև նարնջագույն, որ եվրոպացու աշկի համար ընկալելի լինի։ Ամբողջ Եվրոպան խաղող է։
Ինտեղ աս տենդենսը գնում է սեղանի խաղը առանց կորիզ։ Մենք ամբողջ Հայաստանում առանց կորիզ երևի ունենք մենակ քիշմիշ խաղը ու կարելի ասել չկա։ Այսինքն դու պիտի նրանց քիմքին, նրանց ճաշակին, նրանց սննդային տենդենսին համապատասխան շարժվես։ Պլյուս դու պիտի հողերը զոնավորում անես, որ հասկանաս, որ մշակաբույսը որ տարածաշրջանում աճեցնես, որը նվազագույն ինքնարժեքը ստանաս կարողանաս մրցունակ լինել։ Ու սենց օդի մեջ դու ոչինչ չես կարողանում։ Ամբողջ աշխարհը գնում է թվայինի, գյուղատնտեսությունն էլ է գնում թվայինի։ Թվային գյուղատնտեսության հետագծելիություն պիտի իմանաս, կանխատեսելիություն պիտի ունենաս։ Այս ամեն ինչը պիտի ապահովես, նոր խոսաս քո տված պայմանների, նոր խոսաս միջազգային շուկաների եւ այլ ու այդպես։ Հիմա շատ խոսած։ Հասկանալով է, իմ պատկերացում ձեր ասացից հետո Տիգրան միայն հուշեմ, որ ես լուր այո կսպասեմ Հայկ Արթուրը արդեն պատերազմում են հարց տալու համար։ Okay, իմ նախավերջին հարցը։ Սա նախատեսվածից երկար եք բայել։ Ձեր ասածը մոտ պատկերացում ստեղծվեց, որ եթե այս տարի Ռուսաստան չկարողանան վաճառեն, գյուղատնտեսության վրա կարելի է խաչ քաշել, որովհետև չեն հասնի Եվրոպայի ադապտացվեն եւ այլն, պլյուս թուրքական սահմաններ բացվում է, այսինքն մենք կարող ենք ասել, որ այս տարի որոշ մարդիկ այն ուրախացան, որ մի բան ինչ-որ էժան բաներ, այդ իմ վերջին հարցն է լինելու, ինչի էժանացավ հետո թանկացավ, բայց կարելի ասել, որ չի հասցնի Հայաստանը ադապտացվի այդ պայմանին եւ ուղղակի մենք մյուս տարի, ինչպես մենք ժամանակին չունեցանք գյուղատնտեսության նախարարություն, արդեն գյուղատնտեսություն չենք ունենա։ Միջև պետությունը այս թվարկածս կետերը չբավարարի, մենք երբենք չեն կարողանալու մտնել, ոչ թե հիմա, ոչ թե առաջ երկու ամիս, այլ ընդհանրապես չեն կարողանալու մտնել։ Ու որ իրանք սենց խոսում են, ու մեր արտահանումները թող սննդի տեսեն Եվրոպա, ինչ էլ որ արտահանվել է, միայն հայկական ընկերություններ են, որոնք վաճառում են բացառապես հայերին։ Եվրոպացիները չեն գնում։ Եվրոպացիների հետ Եվրոպայի շուկայի համար ճիշտ աշխատել է պետք։ Պլյուս ամենակարևորը լոգիստիկան։ Մեր լոգիստիկ համակարգը թույլ չի տալի աշխատելու Եվրոպայի հետ։ Առաջինը, ես ինչքան արտահանում անում եմ Եվրոպա, անում եմ վրացական ընկերությունների միջոցով, որովհետև Հայաստանից կարելի ասել բեռնատար չի գնում։ Այդ վարորդը կամ Շենգենի խնդիր ունի կամ բեռնատարները չեն համապատասխանում կամ հին են կամ տիր համակարգին միացված են։ Մի խոսքով վրացականի հետ ավելի հեշտ, ավելի արագ լինում է եւ Եվրոպայի կենտրոն լավագույն դեպքում հասնում է, լավագույն դեպքում 9-10 օրում, լավագույն դեպքում։ Դրանի շուտ, այն էլ գիտեք ոնց, այս էլ ասեն մեր արտադրողները կամ ովքեր ուզում են արտանեն, այս լայֆ հակը տամ, եթե դու Հայաստանում ապրանքը փաստաթղթավորում ես եւ բեռը դուրս է գալի շաբաթ օրը, Կիրակի օրը հասնում է ինքը Փոթի կամ Բաթումի, Փոթից կամ Բաթումից նավ կա, որ բեռնատարը նստում է նավը, հասնում է Բուրգաս։ Բուրգաս հասնում է 5 շաբթի օրը, ուրբաթ օրը բեռնատարը դուրս է գալիս, մինչև 3 շաբթի, 4 շաբթի հասնում է կամ Ֆրանսիա, կամ Իտալիա, կամ Իսպանիա, կամ այլ երկրներ, գուցե նաև ավելի ուշ։ Սա լավագույն ամենակարճ տարբերակն է։ Սրանից կարճ տարբերակ չկա։ Իսկ որ խոսում են Թուրքիայով, ես մի անգամ Թուրքիայով հաճար եմ արտահանել, 19 օր մենակ Թուրքիայում պահեցին, էլ ռենտգեն, էլ ապրանքի ստուգում, էլ որակի ստուգում, էլ փաստաթղթերի ստուգում, միտումնա որ այնքան պահեցին իմ ապրանքը, մոտ 18-20 օր անցավ, նոր այդ ապրանքը Թուրքիայի սահմանը հատեց։ Եվ հիմա վերջապես առաջարկում եմ միանանք Մոսկվա Հայկին, Հայկ, Արթուր խոստանում եմ հաջորդը դու ես։ Ողջունում եմ, Տիգրանը հարցը մեծ մասնված, բայց մի բան է ինձ հետաքրքիր։ Շատ էր խոսվում ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի վաճառքի մասին, օրինակ ծիրանի, դուք նշեցիք Ուզբեկստանի ծիրանի, մեծ ծավալով մատակարարում է Ռուսաստան։ Ստե մի հարց է առաջանում, ուզում եմ ձեր կարծիքը։ Տեսեք, հայկական ծիրանը Մոսկվայում, մենակ Մոսկվայում կարող եմ ասել, 1.5-2 անգամ ավելի թանկ է, քան ուզբեկականը։ Այ իհարկե ավելի համով է մեր համար հարազատ է եւ այլը, շատ հայեր գնում են առնում են, որտեվ դա միայն Հայաստանինն է, հայկականն է։ Օրինակ, եթե ընդունենք, որ կորցնում ենք ռուսական շուկան, օրինակ ԵԱՏՄ այլ երկրներ կամ Եվրոպա, եթե մեր ծիրանի գինը միջինից բարձր է, մենք կգտնենք նույն ձևի շուկա եւ մարդկանց ովքեր պատրաստ են կամ շատ ավելի լավ որակի համար կամ որովհետեւ դա հայկական է 1.5-2 անգամ ավելի թանկ վճարել հայկական օրինակ հայկական ծիրանի, բայց մյուս գյուղամթերքի հետ էլ է նույն պատմությունը միջինով
միշտ ավելի թանկ է Հայաստանից գյուղմթերքը, քան օրինակ այլ երկրներից, Ուզբեկստան լինի կամ Թուրքիա կամ նույն Ադրբեջան։ Հետաքրքիր հարց տվեցիք, այս թեմայով ես ուղիղ 10 տարի բարձրաձայնում եմ։ Օրինակ, տեսեք, մեր Ծիրանը, քանի որ Ռուսաստանում կան 2 միլիոն հայեր, այդ 2 միլիոն հայերը ահագին օգնում են այդ Ծիրանի գնման process-ի ժամանակ։ 1.5-2 անգամ թանկ Ծիրանը, օրինակ Ռուսաստանի 140 քանի միլիոն բնակչության 0.2%-ը չէլ տարբերում ուզբեկական Ծիրանը, հայկական Ծիրանը։ Հիմա որ Ուզբեկստանում այդ շալախ սորտը ստացել են, սելեկցիայով ստացել են եւ արտահանում են 90 ռուբլով, վերջի տարիներին ստաբիլ 90 ռուբլով են արտահանել։ Հիմնականում շատ ժամանակ էլ գրում են արմյանսկի շալախ, փակագծի մեջ ուզբեկսկայա։ Ու մարդիկ տենց գնում են ռուս ազգը։ Հայերը ճանաչում են, կարողանում են ճանաչել։ Դրա համար եւ Ռուսաստանում եւ եվրոպական երկրներում մեր գյուղմթերքը առաջ մղելու համար ես միշտ ասել եմ, պետք է իդենտիֆիկացնել այդ ապրանքը ճանաչելի սարքել, ընդհանուր բրենդ ստեղծել, ենթադրենք վրան էլ Ծիրանի բոլոր արտանվող Ծիրանի վրա լինի ստիկեր, ենթադրենք Sweet Armenia, ենթադրենք քաղցր Հայաստան, ու դա պետական աջակցության միջոցով, որը Ուզբեկստանը հիանալի իրականացնում է իր ֆերմերների համար, սուպերմարկետ մտնելով հետաքրքիր տուփերով, կրոքսերով եւ այլն, որ մարդը տեսնի, եթե մի անգամ ուտի, փորձի համը դուրը գա, ինքը անընդհատ արդեն կարողանա հեն շուկայում տեսնի, արդեն կամ խանութում տեսնի, արդեն ճանաչի վերցնի։ Իսկ եթե այդ ապրանքը չմտավ, արդեն մի տարի, 2 տարի չմտավ շուկա, ինքը ավտոմատ դուրս է մղվելու ռուսական շուկայից էլ, եվրոպական շուկայում, ընդհանրապես աշխարհի ուրիշ որևէ երկրում մեր Ծիրանը հայտնի չի, մեր գլուխ գովալը հանածել, որ ասում ենք ամենահամովն է, ամենաքաղցրն է, այդ քաղցրն ու համովը այս պայն այդքան էական չի, էականը իրացումն է, իրացման կազմակերպումը եւ մեծ քանակներով արտահանում կազմակերպելը։ Եվ միանանք նաեւ Արթուրին։ Շնորհակալություն, ողջունում եմ ձեզ, հարցերի մի քանիսը արդեն պատասխանեցիք։ Մի հարց կա, կարծում եմ Հայաստանում այդքան էլ լավ, եւ ոչ միայն Հայաստանում, մեր հայության շրջանակներում այդքան էլ լավ չեն պատկերացնում այս ուրեմն Փաշինյանի վարած քաղաքականության կործանարար հետևանքները։ Նույնիսկ մարդիկ ասում են ավելի լավ, որ Ռուսաստանը չի ընդունում, մեր մոտ միրգը էժանացել է, ծաղիկները ավելի էժան են եւ այլն։ Իրենց թվում է, թե այս ամենից տուժում են միայն առանձին ֆերմերներ, բայց իրականում կարծում եմ այդ այսպես վնասների գնահատման խնդիր կա եւ կարող եք արդյոք ասել, թե ընդհանրապես ինչ ծավալների է այդ վնասները, արդյոք դա ֆերմերներն են միայն տուժում, բացի այն, որ պետական բյուջեն է տուժում եւ այլն, նաև այնտեղ այդ ֆերմերների մոտ աշխատող ընտանիքներ, ընդհանրապես ում վրա է տարածում այս վնասները, որքան ընտանիքներ են տուժելու եւ ինչ ծավալների մասին է խոսքը։ Կարծում եմ սրա մասին արժե խոսել։ Այս ամբողջը ազդում է, այս ինչ կա ազդում է ամբողջ բնակչության վրա, բայց ուղղակի ֆերմերների վրա ազդում է ուղղակի կերպով, բնակչության վրա անուղղակի կերպով։ Առաջինը այդքան ջերմատնային տնտեսություններում, այգիներում, բանջարաբոստանային տնտեսություններում աշխատուժը չէ աշխատում։ Այդքան աշխատուժ մնում է բացարձակ գործազուրկ։ Երկրորդ, այդ արտահանողները մեծ քանակությամբ հարկեր են մուծում, շահութ հարկ են մուծում եւ այլ անուղղակի հարկեր են մուծում, որից պետության եւ թոշակառուն ստանում է թոշակ ու մանկավարժը ստանում է աշխատավարձ, իշխանություններն էլ ստանում են պարգևավճար։ Բնականաբար այս անուղղակի եւ ուղղակի ձևով ազդում է բոլորի վրա։ Այն հարթուղեղ մարդիկ, ովքեր ուրախանում են այսպես կարճաժամկետ էժանացման վրա, ես հասարակ բան ասեմ, մի տարի առաջ մոտավորապես ինչ-որ կար ժամանակահատված հավկիթի գինը իջել էր 12 դրամ։ Ես ինչ ճղում եի, ասում եի, չի կարող այսպես լինի, սա լուրջ խնդիր է առաջանում, ու մարդիկ գոհ էին, խանութից 12 դրամ։ Հիմա արդեն 1 տարուց ավել է հավկիթի գինը գնում են մոտավորապես 70-80% սովորական գնից թանկ, այսինքն 75 դրամից էժան չեն կարողանում գնել։ Առաջ 45-50 դրամ էր միջին գինը։ Երկարաժամկետում բոլորի վրա է երևում, ու բոլորն են վճարում այդ վնասված գյուղացու, գյուղատնտեսի, ֆերմերի, ջերմատանային տնտեսության տիրոջ փոխարեն։
բոլորը անխտիր։ Ու սա պիտի իմանան ու այդ կարճ մտածողությունը, այդ հիմար մտածողությունը ես հույս ունեմ մեր հանրության մեջ ժամանակի ընթացքում դուրս կգա։ Ամ նասակը մի հատ հարց տամ էլի, ելակը իջավ դարավ 1000 դրամ, Այո։ հա։ Ու հիմա դարելա սենց ասում, հա, հիմա քչացել եւ բոլոր ապրանքները իջան դա, ու հիմա էլի թանկացան։ Այսինքն ստեղ երկու տարբերակ է, կամ գյուղացուն փողը տվել են, հետաբերել իր ապրանքը թանկացնում է, կամ այն ինֆորմացիան, որ через Վրաստան փորձում են ինչ-որ բան տանեն ադրբեջանականի անվան տակ հասնեն Ռուսաստան դրա համար ինչ-որ բան, ո՞նց եղավ, որ նույն ելակը մի օրում երկու անգամ թանկացավ։ Տեսեք, առաջինը ելակը այս սեզոնին արդեն չի ելակը չէ, բոլոր մնացած մարկերին։ Չմնացած ոչ մի բան էլ չի թանկացել։ Լոլիկը 3 Երևան City-ներում ակցիա 200 քանի դրամ ու ֆերմերները հետ էլ խոսում եմ 200-250 դրամից ավել չեն կարող, ուղիղ 6 օր առաջ 600 դրամ էր։ 600 պլյուս դրամ էր։ Ելակը այսպես թե այնպես բոստանային ելակը չի արտանում։ Այդ ելակը հիմնականում աճեցնում են տեղական շուկայի համար ու այս սեզոնին մի քիչ իշտմա սպադալինում քանակը դրամա շուկայական գինը մնաց, այ հեսա երբ որ ծիրանը ամբողջությամբ սկսի հասնել, հիմա այս էլ ասեմ իմ ընկերները մոտ 2 թե 3 բեռնատար արդեն արտահանել են ծիրան, էլի մի քանի բեռնատար կարտահանեն, այս տարի ծիրանի քանակն էլ կարկուտի եւ խոնավության պատճառով, գերխոնավության պատճառով բավականին ցածր է, բավականին քիչ է, այս արտանունելին հետևից դեղս նեկտարին եւ այլն, եթե չարտահանեն, ունենալու ենք շատ վատ հետևանքներ, շատ վատ։ Ծաղիկն էլ դուք տեսնում եք, ծաղիկի գինն էլ հո հերիք չի իջելա, պլյուս այդքան տեսանյութեր կան, որ թափում են։ Իդեպ այս ծաղիկի թեմայով անցած տարի որ բարձրաձայնում ասում են ժողովուրդ ճա 60 միլիոն դոլարի ծաղիկի արտանում կա 60 քանի տոկոս աճել է մենք պարենային ինքնաբավության խնդիր ունեցող երկիր ենք պլյուս սահմանի փակվելու խնդիր կա պլյուս բազմաթիվ խնդիրներ կա ծաղիկը վերամշակման ենթակա չի պետությունը պետք է միջամտի որ այսքան չաճի մարդիկ ուղղակի ոչ մի բան չէին անում ես այդ տեսագրություններն էլ դնելու եմ մեջին տեսակ ինչ եղավ այսօր 96 միլիոն ծաղիկ արտադրող արտահանող երկիր կանգնած է փաստի առաջ ու չգիտի ինչ անի ու մարդիկ ուժում են շատ մեծ գումարներ ինչը հետ վերականգնելը երկարատև տարիներ է պահանջելու Վերջում ամենապրիմիտիվ հարցը երևի թե ես տամ ինքնիշխանության համար այսպիսի հայտարարություն է հնչում ելակ չզոհաբերել ինքնիշխանությունը չզոհաբերել ելակի կամ վատ որակի համար ինչ որ է շուտ Ինչու է կարևոր գյուղատնտեսություն ունենալը Ինչու է կարևոր չոչնչացնել քո երկրի գյուղատնտեսությունը Ես իմ կյանքում զզվել եմ երկու բանից ու միշտ ասել եմ այս պետք է արմատախիլ արվի մեր երկրից դա առաջինը ռաբիս հայրենասիրությունն է երկրորդը գռեհիկ պաթետիզմն է այդ գռեհիկ պաթետիզմը երբ որ փողոցում ամանով ելակ ծախողը կանգնում է վերլուծություն անում աշխարհակահաղական մեր բանը այդ նույն աշխարհակահաղական վերլուծություն անողի գրպանը 50000 դրամ դնես հարևանին ու ընտանիքները կարող մի խոսքով երկրորդը մեր ինքնիշխանությունը առևտրի հետ ինչ կապ ունի ընդհանրապես ինչ օրգանական կապ կա Վրաստանի Հանրապետությունը 2008 թվականի օգոստոսի 8-ից Ռուսաստանի հետ կարելի ասել հակամարտության մեջ է առ այսօր այս ամբողջ տարածքային խնդիրներից սկսած բոլոր խնդիրներով գումարած ամեն ինչ արեց որ իր առևտուրը Ռուսաստանի հետ չտուժի Վրաստանը 270 միլիոն դոլարի միայն սպիրտային խմիչքներ է արտահանում 270 միլիոն դոլարի Չհաշված մնացածը ու հիմնական առյուծի բաժինը Ռուսաստանն է։ Բա Վրաստանի ինքնիշխանությունը չէր տուժում, որ առևտուր էին անում։ Տարածքային խնդիր ունեին է Ռուսաստանի հետ։ Մենք հիմա իսկ Ադրբեջանի հետ տարածքային խնդիր չունենք։ Հասկանում եք, բա ինքնիշխանությունը որտեղ է տեղ երևում, էլի, ինչով է երևում։ Ոնց թող ինձ բացատրեն, ես հասկանամ, ես գուցե
Բարձրագույն կրթությամբ չեմ հասկանում, այդ աշխարհաքաղաքական այդ նյուանսներից չեմ հասկանում, էլի։ Ոնց, որտեղ է մեր ինքնիշխանությունը շահում, երբ որ Ռուսաստանը փակել է 1 միլիարդ արտահանվող գյուղատնտեսական ապրանքների ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանը կարողանում է տեղը-տեղին պատասխանել Վլադիմիր Պուտինին, սա է ինքնիշխանություն։ Ինչ է պատասխանել տեղը-տեղին։ Հանդիպման մասին է։ Տեղը-տեղին Գյուղատնտեսության գնաց գազ տվեց եկավ։ Ռուսաստանն էլ գազ չի տալի հիմա։ Այդ է։ Ինչու է կարևոր գյուղատնտեսություն ունենալը։ Գյուղատնտեսությունը առողջնային քո պարենային անվտանգության խնդիրն է լուծում։ Մենք պատերազմով երկիր ենք, հարափոփող տարածաշրջանում ենք, անընդհատ տարածաշրջանում աշխարհաքաղաքական խնդիրներ բաները փոխվում։ Դու պիտի պարենային առումով ամենաապահոված երկիրն լինես։ Ու Աստված այդ մեզ շնորհել է մեր կլիմայով, ջրային ռեսուրսներով, վերընթաց գոտիականությամբ, ռելիեֆով, ամեն ինչով մեզ մնում է միայն ճիշտ աշխատել, բայց մենք այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության հողերի 50%-ն ենք ընդամենը օգտագործում։ Այդ 50%-ի գլխին էլ քար ենք գցել։ Պարոն Մնացականյան, շնորհակալ ենք հարցազրույցի համար, հետաքրքիր էր։